Բարի օր ժողովուրդ ջան, ոնց եք։ Այսօր մի հատ հետաքրքիր բան եմ ցույց տալու, մի հատ հետաքրքիր թեմայի շուրջ ենք խոսալու։ Միշտ շատ մարդիկ են հարցնում, զանգում են, հարցնում են, ասում են ոնց գանք հասնենք, ոնց անենք, ինչ անենք, որ ենթադրենք ուզում են երկիրը փոխեն, ոնց են գալիս, ինչ են անում, ոնց են այդ էմիգրացիոն ծրագիրը ոնց է, ինչու ճիշտ ասած ես տեղյակ չեմ լինում շատ ժամանակ, որտեղ շատ ծրագրեր կան, շատ ձևեր կան։ Բայց այսօր ուզում եմ մի հատ բան ցույց տամ։ Հիմա տեսեք։ Մի վարքյան։ Տեսեք մարդիկ որ բան են որ թուղթ են ստանում, ստանում են սկզբից 2 տարով, հետո չգիտեմ, էլի 2 տարով կամ 4 տարով, հետո 5 տարով, նայած ով ոնց, նայած որ երկրից ես ընկնում եի արդեն, նայած որ երկրից, հերթը այստեղից գնում էր միջև հիմի պակասել ահագին հերթը, գնում էր միջև հեսա վերջը ցույց կտամ ուր էր գնում։ Այն մարդիկ են, ովքեր որ գալիս են իրանց հերթական թուղթը ստանան, այսօր մենք էլ մոտավորապես մի 4 ժամ սպասել ենք, եթե մի քիչ շուտ չես գալի, եթե ուշ ես գալիս, շատ երկար կանգնում ես հերթ ու հարցա հերթը այդ օրը կհասնի, թե չէ։ Մարդիկ գործից կտրված, այդ օրը գործի չեն գնում կամ ուշ են գնում, որովհետև չգիտեն ինչքան կանգնեն հերթ, ինչքան կտևի այդ հերթը, քանի ժամ կմնան հերթում ցուրտ այ միջայլոց ասեմ այսօր լավ տարբեր ազգերից բնականաբար իսպանացիներ չկան, որովհետև իրանք այն գլխից արդեն թուղթ ունեն։ Այսա մոտիկանում ենք, նայում ենք տարբեր ազգերից, Լատինական Ամերիկանա, չգիտեմ, աշխարհի տարբեր կետերից մարդիկ կան, ուզում էի հասկանալ այսօր որ ազգի մարդկանց եմ ավելի շատ տեսել ու չհիշեցի, որտեվ երևի ավելի շատ լատինական Ամերիկայի ժողովուրդն է։ Նայեք հերթը ուրա գնում։ Ես էլ սկիզբն է, ես էլ հերթը ահագին քիչ է, հələ շատ քիչ է։ Pardon։ Նայեք։ Հերթի երևի մի 70%-ն է, 30%-ը երևի հերթի արդեն սպառվել է։ Այսինքն ժամերով կանգնում են, մենք օրինակ մոտորապես 2.5 ժամ կանգնել ենք հերթ ու դեռ հերթը չի էլ հասել։ Ինչ եմ մարդկանց հետևից նկարելով գնում, թե նկարեմ կարող հասկանում են, որ նկարում եմ դուրները չգա։ Սենց միջև հասկանում են արդեն անցնում ենք էլի։ Մի հատ հերթը նայենք, հետո մարդկանց նայենք, հետո արդեն կբացատրեմ ինչի եմ նկարում ես, ինչի համար եմ ես ամեն ինչ անում։ Տեսեք, այստեղ մարդիկ կանգնել են արևի տակ, որ ավելի մի քիչ ավելի ջանները տաքանա մի քիչ։ Սենց գալիս է, որ հերթը հասնում է ստեղ, վերջը արդեն ստեղ է։ Ոստիկանական մեքենաները կանգնած են։ Ես ցույց տվեցի ձեզ հերթի 70%-ը, մի քանի ժամ առաջ շատ ավելի շատ էր։ Լավ, ասածս ինչ է։ Ու շատ ուրախանում են մարդիկ, որովհետև թուղթը շատ կարևոր է, առանց թղթի չես կարող աշխատես, վիդնա ժիտելստվայի մասին է էլի խոսքը, որ մարդիկ ստանում են եւ աշխատանքի իրավունք եւ ապրելու իրավունք, ժամանակ առ ժամանակ այդ ամեն ինչը պետքա թարմացվի, 2 տարի մեկ, 4 տարի մեկ, 5 տարի մեկ, հետո արդեն ստանում են մշտական թուղթ։ Ենթադրենք 10 տարվա ապրողները արդեն մշտական թղթով են, հետո արդեն դիմում են անձնագրի համար եւ այլն։ Բայց հարցը չի, երեք գիտեք ինչ եմ մտածում։ Ասում եմ նայեք, մարդիկ իրանց երկրից գալիս են օտար երկիր, չէ։ Գալիս են օտար երկիր, կներեք մի պահ վիդեոն ընդհատվեց,
ու մոտ մի 10-15 տարի մարդիկ չարչարվում են, որ թուղթ անեն, ամեն թուղթ անելուց ուրախանում են, լեզուն սովորելուց տարվա վրա, եթե լեզուն սովորում են, ավելի լավ են հասկանում, ուրախանում են, աշխատանքի տեղ են գտնում, ուրախանում են, տուն են գտնում, տուն են առնում, ուրախանում են։ Ու շատ մարդիկ ավելի լավ չեն ապրում, քան իրանց երկրում, ավելի շատ գումար չեն աշխատում, քան իրանց երկրում, դաժե թե գումարի առումով իրանք ավելի շատ գումար են աշխատում, իրանք ավելի լավ չեն դրանով ապրում, որովհետև այդ գումարով ստեղ ապրում ես նույն ձև, ոնց որ ասենք քո երկրում մի քիչ ավելի քիչ գումարով։ Հիմա հարցը ինչու՞մն է։ Մարդը, որ իր երկրում ապրել, ծնվել, մեծացել է, ունի թուղթ։ Թղթի խնդրեմ չունի, չէ՞։ Ունի թուղթ։ Այստեղ ամեն ստացած թղթի համար մարդը ուրախանում է ու անընդհատ այդ թղթի պայքարն է, որ ինչ-որ տակում են թուղթ ունենաս։ Թուղթը թարմացնում ես, ուրախանում ես, մեկը 5 տարեկան թուղթ ունեն, մեկը ասում է, գիտես, ես 4 տարեկան ունեմ, մեկը ասում է, ես 2 տարեկան թուղթ ունեմ, այսինքն 2 տարի մեկ պետքա թարմացվի։ Թուղթը տենց լեզուն այդ երկրի լեզուն որտեղ որ դու գնում եք, որ երկրում որ մարդ ապրում է, լեզվի խնդրեմ չունի, չէ, ինքը տեղ ապրել մեծացել է, լեզվի խնդրեմ չունի։ Բայց գալիս է այստեղ նոր լեզու է սովորում, լեզուն սովորում է, լավ է սովորում, վատ է սովորում, դրանով հպարտանում է ինքը լավ գիտի, մեկը լավ գիտի, մեկը քիչ գիտի, չէ։ Ընկնում ենք ավտոյի տակ ձեռի հետ։ Էլ ինչ, բնակարանի առումով, ասենք, մարդիկ գալիս են այստեղ վարձով են ապրում, վարձով են մնում, վարձ են տալիս, չգիտեմ, սենյակներում որ ապրեն, բնակարաններ, ուրիշի բնակարաններում շատ վատ պայմաններում են ապրում, բայց հիմնականում 80% ասենք այստեղ եկողներ իրանց երկրից իրանց տունը ունենում են իրանց երկրում։ Հիմա մտածում եմ, ասում եմ միտքը, եթե դու քո երկրում ունես թուղթ, դու քո երկրում քո երկրի լեզուն գիտես, ունես աշխատանք, ունես բնակարան, քավյա, ասեք թողես անցնի, այսինքն ամեն ինչ ունես, չէ, բայց ուրախանում ես ստեղ այդ նույն բանը, որ ստանում ես, այդ հետաքրքիր է, չէ, ու ասում եմ, էդի այն դեպքում, որ շատ մարդիկ ապրում են նույն ձև, ոնց որ իրանց երկրում 10 տարի հետո, 20 տարի հետո շատ մարդիկ ապրում են ավելի վատ։ Ես հասկանում եմ, որ պատերազմ է լինում, բան, իրանց երկիրը քայքայում, այսինքն Ուկրաինայի դեպքերը եւ այլն, բայց ծայրահեղ դեպքերը, հա, բայց շատ դեպքերում էլ մարդիկ գալիս են ու էլ չեն կարող գնալ, եթե դու 10 տարի ապրել ես այդտեղ, քո ընտանիքը, քո երեխեքը այդտեղ ապրել են, մեծացել են, չգիտեմ, ստեղ աշխատանք, ստեղ գործ ամիշ, էլ չես կարող թողես գնաս, ու ստացվում է դու ապրում ես այնց ոնց որ ավելի շատ տանջվելով ապրում ես ստեղ, որ կարելի ավելի հեշտ ապրես, թեթև ապրես քո երկրում։ Շատ առավելություններ կարա լինի, բայց այս հետաքրքիր պահ է, էլի, որ միշտ մտածել ենք, ասենք դու ամեն ինչ ունես քո երկրում, գալիս ես ուստեղ պայքարում ես, որ այդ նույն բանը ունենաս։ Սովորես լեզուն, ունենաս թուղթ, աշխատանք, բնակարան։ Մի խոսքով։ Հիմա մենք սպասում ենք, մոտ 2 ժամ սպասել ենք, այս հերթի երևի 70%-ը կգնա հետ, որովհետև չի հասցնի, որովհետև կփակվի, չի հասցնի, արդեն վաղը կգան, իսկ վաղը հարցը կհասցնեն, թե չէ, շատ շուտ պետք է գաս, մինչև բացվել է, դաժե պետք է գաս հերթ կայնես, մենք հույսով եմ կհասցնենք, կհասցնենք, այսօր կորցրեցինք, համարյա այսօր ամբողջ օրը երևի կորցրեցինք ստեղ, մոտ մի 3 ժամը արդեն ստեղ ենք ու հայտնի չի ինչքան կմնանք, բայց երևի կհասցնենք, ինչքան էլ որ մնանք կհասցնենք, կվերցնենք, կարծում եմ, այդքան բան ժողովուրդ ջան, ինչ ասեմ, լավ եղեք, լավ մնացեք, երկիր տեղափոխվելուց առաջ, երկիրդ փոխելուց առաջ երկար մտածի, որտեվ էլի եմ ասում, շատ մարդիկ են գրում, շատ մարդիկ են զանգում, հարցնում, ոնց կան ու հասկանում ես, շատ մարդիկ որ խոսում են,
դու հասկանում ես, որ այդ մարդը ընդհանրապես չգիտի ինքը ինչի համար է երկիր փոխում, չգիտի ինքը ինչ է ուզում, ուր է ուզում գնա, ինչի համար է ուզում գնա, ու չի պատկերացնում ինքը ընդհանրապես էմիգրանտի կյանքը вообще չի պատկերացնում ու դրա համար էլ գալիս են ստեղ շատ ժամանակ եւ ստեղ եւ Ֆրանսիա եւ Գերմանիա շատ տեղեր գալիս են ու թողում գնում են մարդիկ հետ այսինքն մի 5 տարի էլ ստեղ կորցնում են կամ չգիտեմ քանի տարի մի տարի էլ թեկուս կորցնես պատկերացնես համ գաս փող ծախսես այդքան համ վիզայի ռեժիմը խախտես եւ այլն ու գնաս հետ սկսես 0-ից ապրել ինչքանով է ճիշտ Ես կյանքում չեմ մեղադրի մարդկանց ովքեր որ ուզում են դուրս գան իրենց երկրից ուրիշ տեղ ապրեն, քանի որ ես էլ եմ այդ նույն վիճակում, բայց ել եմ ասում շատ լավ մտածեք ժողովուրդ ջան։ Ինչի համար եք ուզում գաք։ Ոնց եք անելու որ գաք։ Կան ծանոթ մարդիկ թե չէ այդ երկրում։ Չգիտեմ, հարցուփորձ արեք ամեն ինչ։ Արժի գնալ, չարժի կարող է այն ժողովրդական լեզվով ասած խոսքա չէ, ասում այտենց էշ առնես, էշ ծախես, այսինքն եթե դու պետքա գաս այդ ամեն ինչը թողես գաս տեղ այդ ամեն ինչը ձեռք բերելու համար այդ ինչքանով է ճիշտ չգիտեմ մի խոսքով այդ մարդիկ երկար հերթի տակ կանգնած սառած երեխեքի հետ մեկ երեխեքի հետ եկել մեկը առանց երեխու մեկը աշխատանքից է դուրս եկել մեկ հերթը ուր հասնի շատ չեմ ուզում նկարեմ մարդիկ չնեղվեն չասեն սա ստուգողներ են եկել նկարում են կամ չգիտեմ ինչ որ մեկը բլոգ է անում Այսքանը ժողովուրդ ջան, լավ կացեք, ոնց էր ասում կհանդիպենք, երբ հանդիպենք, իմիջիալոց մի վերջի անգամ էլ ասեմ, հիշում էի, որ սրա մասին ուզում էի խոսել, բայց մոռացա պայտակ։ Ինքան ասեցինք, Վալենսիայում տաք ես, քանի օր Հայաստանի ցրտերն ա եկես, լավ ցուրտ է, մի քանի օր առաջ դաժե առավոտը +1 աստիճան էր։ +1 աստիճան էր, բայց այն որ քանի որ օդը շատ ավելի խոնավ է, քան Հայաստանում, քան Երևանում, +1-ը դու զգում ես, ասենք, -2 ավելի շատ է զգում, ավելի շատ է այդ սառնությունը նկատվում, քան չոր, ավելի չոր կլիմայական պայմաններում։ Վերջ, այ հիմա արդեն իսկականից վերջ, ժողովուրդ ջան։ Քանի եկել էի, ասեցի համ նկարեմ, համ ձեզ ցույց տամ, պլանավորված չէր այս նկարը հանումը, բայց ասեցի համ ձեզ ցույց կտամ, մատես ընթացքը ոնց է լինում, համ էլ կսպասենք հերթի մեջ։ Իմ տեղը հերթում պահել են, ես էլի հիմի գնում եմ հերթ կանգնեմ։ Всё, այ հիմա արդեն իսկականից հաջողություն։ Լավ եղեք ժողովուրդ ջան։